Բարև ձեզ իմ շատ սիրելի բարեկամներ։ Այսօր ուզում եմ այս կերպ սկսել մեր հոլովակը, տեսահոլովակը եւ տրամադրություն բացող ծաղիկներով սկսել, գեղեցիկ տեսարանով։ Ուրեմն այսօր մեզ մոտ շատ լավ եղանակ է, իսկական ամառային եղանակ է, ու ես որոշեցի ամենասկզբից ձեզ ցուցադրել մեր ծաղիկները, որպեսզի տեսնեք, որքան են մեծացել, որքան են բացվել, որքան են մանավանդ պատշգամբի ծաղիկները շատ մեծացել են, քանի որ ընդամենը 2-3 ժամ է անձրև եկել այս մեկ շաբաթվա ընթացքում եւ այն էլ շատ այսպես հորդառատ անձրև չի եղել։ Դա է պատճառը, որ ծաղիկները շնչել են, աճել են ու մեծացել են։ Տնային ծաղիկները իհարկե գիտեք, ուղղակի ձեզ ցույց եմ տալիս, որպեսզի տեսնեք որքան լավ ծաղկում են, աճում են, ու տեսահոլովակը մեր տեսանյութը սկսենք այսպիսի գեղեցիկ ծաղիկներով։ Դա է պատճառը, որ ես հենց սկզբից սա եմ նկարել, սա եմ ցուցադրել ձեզ, հուսով եմ ձեզ դուր կգա, կնայեք։ Բարեկամներս, սա էլ մեր պատշգամբի ծաղիկները, տեսեք որքան են մեծացել, որովհետև անձրև չի եկել, մի քանի ժամ, այս ամբողջ շաբաթը մի 3 ժամ անձրև եկավ ու վերջ։ Դա է պատճառը, որ ծաղիկները ամբողջ ուժով աճում են։ Տեսնում եք։ Ես թվում է լավ եմ նկարում։ Շատ լավ եղանակ է այսօր մեզ մոտ, արև, կարելի ասել ամառային եղանակ է։ Շատ հաճելի է, երբ նստում ենք, սուրճ ենք խմում, այստեղ ծաղիկները իհարկե տրամադրություն են բարձրացնում։ Բոլորս էլ գիտենք, որ գեղեցիկը մի տեսակ տրամադրություն բարձրացնող է ու հաճույք է պատճառում, էսթետիկ հաճույք է պատճառում։ Սա է մեր պատշգամբի ծաղիկները, ուղղակի մտածեցի նկարեմ, որպեսզի տեսնեք որքան են մեծացել։ Գերանիները դեռ անպայման պիտի ավելի մեծանան, ամբողջովին բացվեն։ Տեսեք որքան կոկումներ կան։ Սպիտակի վրա տեսեք։ Հերթով պիտի բացվի։ Հիմա մի տեսակ արևը կարծես վառում է, այդ պատճառով այս ժամին պատշգամբում նստելը մի տեսակ շատ շոկ կլինի։ Բարև ձեզ իմ շատ սիրելի բարեկամներ։ Նորից միասին ենք իմ խոհանոցում, ողջունում եմ բոլորից, իմ սիրելի բարեկամներ։ Ուրեմն այսօր պատրաստելու ենք
գերմանական պանրով թխուկ։ Գերմաներեն կոչվում է Käsekuchen, իհարկե պանրով չի պատրաստվում, քանի որ գերմանացիները կատնաշորին, նման կատնամթերքներին անվանում են պանիր։ Այս պանրով թխուկը պատրաստելու համար մեզ հարկավոր է ալյուր, շաքարավազ, թթվասեր, կարագ, ձու, փխրեցուցիչ։ Այսքանը միայն խմորի համար, բարեկամներս։ Ուրեմն ամենասկզբից ալյուրը ավելացնում ենք մի հարմար ամանի մեջ, ավելացնում ենք ձվի, երկու ձվի դեղնուցը, ավելացնում ենք շաքարավազը, թթվասերը, կարագը, սիրելի բարեկամներ, այս ամենը իրար հետ խառնելու ենք, հունցելու ենք, ստանանք փափլիկ խմոր։ Իհարկե փխրեցուցիչը նույնպես ավելացնում ենք ամենասկզբից։ Մեզ հարկավոր է 1 թեյ գթալ փխրեցուցիչ։ Եվ սկսում ենք սկզբից բահիկով, հետո արդեն ձեռքով հունցելու։ Բարեկամներս ասեմ, որ կարագը սառնել լինի, կլինի։ Մի փոքր էլ սեղանի վրա ենք հունցելու, բարեկամներ, մինչև խմորը դառնա համասեր խմոր։ Չի կպչում ձեռքերին, չի կպչում սեղանին, այդքան լավ խմոր ենք ստանում։ Փափլիկ խմոր է։ Այսպիսի փափլիկ ձեռքերին չկպչող խմոր ենք ստանում, բարեկամներ։ Ուրեմն մի փոքրիկ մաս, այսպես մի փոքրիկ գնդիկի հավասար մաս դնում ենք տոպրակի մեջ և դնելու ենք սառցախցիկ, բարեկամներս։ Մինչ մեր խմորը մի փոքր սեղանի վրա կհանգստանա, մենք կարագապատում ենք մեր ձևամանը։ Իմ ձևամանը 22 սանտիմետր է։ Այսպես մի փոքրիկ կտոր կարագ եմ վերցրել և կարագապատում եմ։ Առանց թղթի ենք թխելու, բարեկամներս։ Մենք մի հարմար բաժակ, որով պիտի ուղղենք, շատ հավասար տարածենք խմորը, ամբողջ ձևամանով լեք, պատերով հանդեպ։ Սկզբից ձեռքով եմ հավասարել։
Ստանում ենք այսպիսի, տեսեք ամբողջովին ձևամանի պատերը և հատակը պատված է խմոր, այսպես ենք անելու, մի փոքր այսպես հավասարեցնում ենք և դնում ենք սառնարան ամանը, ենք միջուկին, ուրեմն միջուկի համար մեզ հարկավոր է կաթնաշոր, կարող եք վերցնել հատիկավոր կամ առանց հատիկի կաթնաշոր, այնպես որ բլենդեր ենք անելու, հատիկավոր կաթնաշորն էլ շատ լավ է ստացվում։ Ինձ մոտ և հատիկավոր կաթնաշոր է և առանց հատիկի։ Ուրեմն միջուկի համար մեզ հարկավոր է կաթնաշոր, ինչպես արդեն նշեցի, թթվասեր, ձու, վանիլին, մի փոքր նուշիկ հերուկ, շաքարավազ, մի պտղունց աղ և եգիպտացորենի օսլա, այսքանը միջուկի համար։ Ուրեմն այս ամենը լցնելու ենք ամանի մեջ և բոլորը միասին բլենդեր անենք։ Մի փոքր այսպես ես հավասարեցնեմ, որ բլենդերը կարողանա աշխատել։ Այսպես, ավելացնում ենք թթվասերը, ձուն, շաքարավազը, ձուն, վանիլինը, ինձ որ շաքարային վանիլին է, այդ պատճառով ես 2 տուփ եմ վերցնում։ Եթե մաքուր վանիլին է, արդեն գթալի 1/4 պիտի վերցնենք կամ 1/5 թեյի գթալի։ Ավելացնում ենք աղը և ավելացնում ենք օսլան։ Եգիպտացորենի օսլա, իհարկե կարելի է նույնիսկ կարտոֆիլի օսլայով անել, եթե եգիպտացորենի չկա, միևնույն է, ստացվելու է։ Այսպես, այս ամենը իրար հետ բլենդեր ենք անելու։ Այսպիսի հեղուկ զանգված ենք ստացել, ավելացնում ենք խմորի վրա։ Ամբողջովին ավելացնում ենք Արցախցիքում դրված խմորը քերիչով քերելու ենք մեր կաթնաշորի խառնուրդի վրա, այսպես։ Մեծ քերիչով քերում ենք։ Աշխատում ենք, որքան հավասար լինի, այնքան լավ։ Ես արդեն քերիչով հիմա վերևից ավելացնում ենք արդեն խմորից հետո ավելացնում ենք քերած նուշը։ 50 գրամ նուշ է հարկավոր մեզ։ Այսպես, բարեկամներս, թխելու ենք 170 աստիճանով, մոտ 1 ժամ թխվում է։ Պատրաստ է արդեն մեր թխուկը, շատ լավ սառել է, ուրեմն բոլորովին սառելուց հետո նոր եզրերը անջատում ենք ձևամանից։ Այսպիսի գեղեցիկ թխուկ ենք ստացել, սիրելի բարեկամներ։ Տեսնում եք, լավ թխված։ Տեղափոխեցի արդեն մատուցման ափսերի մեջ, ըստ ցանկության երեսը շաքարի փոշի ենք անում։ Կարող եք անել, կարող եք չանել։
հիմնականում այստեղ անում են։ Այսպես բարեկամներ, ստացանք այսպիսի գեղեցիկ թխուկ։ Այսօր էլ այսպես ավարտեցինք, սիրելի բարեկամներ, շատ համեղ է ու շատ արագ է պատրաստվում։ Միայն հարկավոր է սպասել, որ սառի նոր անջատել արդեն ու կտրել։ Դա է երկար ժամանակ պահանջում, այլ այսօրվա մեր թխուկը, որը շատ լավ ստացվեց և շատ համեղ է։ Հուսով եմ բոլորիդ դուր կգա, դուք ինքներդ էլ կպատրաստեք, հուսով եմ, որ բոլորդ էլ պատրաստում եք, բայց չէ խանգարի, մենք միասին պատրաստեինք այս գերմանական համեղ խմորեղենը։ Սիրելիներս, սիրում եմ բոլորիդ, շնորհակալ եմ բոլորիցդ, ցտեսություն, միշտ նոր համեղ հանդիպում իմ խոհանոցում։ Is this thing on? I can't tell, 'cause you never reply. Are they all gone? Am I late? Did I miss the invite? Maybe it's me, I can't tell, 'cause I ran out of time. Is this thing on? I can't tell, 'cause you never reply. Where did you go? Was that you that just drove past the house? And is it me that they're laughing at when I step out? Maybe I'm paranoid, feels like I let everyone down. It feels like everybody's thinking I'm a nobody now. I had to write myself a letter just to know it'd get read.